Ազգային բարերար Սամվել Կարապետյանը ևս մեկ ամիս կմնա անազատության մեջ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հայկ Դոլմազյանը 30 օրով երկարաձգել է Կարապետյանի կալանքի ժամկետը։ Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի։ Կալանքի ժամկետը երկարաձգել է 30 օրով։ Կհիշեք, Սամվել Կարապետյանին մեղսագրվում է կոչերը, այն աբսուրդը, որի մասին բոլորս արդեն կարծում եմ տեղյակ ենք, պարզապես հարցազրույցի համար մեղադրանք առաջադրել եւ այն դիտարկել իբրև կոչ։ Այնուհետև մեղսագրվել էր տնտեսական բնույթի իբրև հանցանք եւ վերջերս մի քանի օր առաջ երրորդ դրվագն էր մեղսագրվել կրկին տնտեսական բնույթի, նույնիսկ քննչական կոմիտեն չհապաղեց, հայտարարություն տարածեց, որ դա վերաբերում է փողերի լվացմանը եւ այլն։ Մենք փաստաբանական թիմով հայտարարություն էինք տարածել, որ թե երկրորդ դրվագը, թե երրորդ, թե բնականաբար առաջինը ակնհայտ անհիմն են։ Դատարանը այսօր արձանագրեց, որ թե երկրորդ դրվագը, թե երրորդը, այսինքն նորը եւ նախկինը պայմանականորեն երկուսն էլ նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսինն է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է մեկ տրամաբանությամբ կամ ավարտեք գործը ուղարկեք դատարան, կամ ընդհանրապես ավարտեք